Բարև ձեզ, հարգելի քաղաքացիներ, սիրելի ընկերներ, Արմավիր քրեակատարողականից վերադառնում եմ Երևան, քիչ առաջ դուրս եկա, արդեն որի-որ օրն է, 5-րդ օրն է հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հետ տեսակցությունից, նա իրեն պահում է, ինքնազգացողությունը այս պայդրությամբ նորմալ է, որոշ բաներից պատմեց, այն որ խոսում էին, ասում են նույն պայմաններն են, բան չկա, տարբերություն չկա, պայմաններից, որոշ բաներից պատմեց, մեղմ ասած, լավ չի, շատ մեղմ ասած լավ չի, չեմ ասում, որ կարային շատ ավելի լավ տեղեր տանեն եւ այլն, այդ չեմ ասում, այն ես գիտեմ, որ քրեակատարողականները ուղղակի full լցրած են, full, քրեական դատավարության օրենսգրքով այդքան այլընտրանքային խափանման միջոցներ սահմանվեցին, փոխանակ կալանավորների թիվը նվազի, ավելի է շատանում, full լցրած են, բայց այնուհանդերձ ես չեմ ուզում մանրամասները ասեմ, հուսով եմ, որ Նարեկը ինքը դրա մասին կգրի, որտեղ պարբերաբար նամակներ է հրապարակում, գիտեք, ուղղված հանրությանը, բայց այն որ ասում են ոգին տեղն է, ինքը իր գիտակցված որոշման տերն է եւ կարծում եմ արդեն առաջին դեմքով կարդակ ավելի մանրամասն պայմանների մասին, որում հատուկ ուզում եմ ասեմ, որ սա բողոք չի քրեակատարողական հիմնարկի դեմ, ծառայության դեմ, սա բողոք չի, սա օբյեկտիվ իրականության այսպես բացահայտում է, օբյեկտիվ իրականության հարց է, նորից ասեմ, մենք չենք պնդում, որ սա տենց հատուկ արված, չէ, բայց պայմանները լավ կլինի, որ Հայաստանի քաղաքացիները տեսնեն, թե երբ որ քաղաքական պատճառներով հացադուլ է հայտարարում անձը Արմավիր քրեակատարողական հիմնարկում, ապա ինչպիսի պայմաններում է հայտնվում, ինչպես քրեակատարողական ծառայությունն է ասել, նույնական պայմաններում։ Մենք կարծում եմ բոլորս իրավունք ունենք իմանալ, թե պայմանները ինչպիսին են։ Նշեցի արդեն 5-րդ օրն է հացադուլի, ես այս երկու օրը ինքս էլ որպեսզի պատկերացնեմ որոշ բաներ կարդացի, ոնց հասկանում եմ դեռ մի քանի օր մարդիկ սովորաբար կարողանում են սկզբի հատվածն է հատկապես բարդ լինում, հետո հավեմատաբար մի քիչ ավելի հեշտ է լինում, հետո արդեն շատ ավելի դժվար է լինում։ Ես ենթադրում եմ, որ այս օրերը մոտավորապես այդ մեջտեղի հատվածն է, որ հավեմատաբար ավելի հեշտ է մարդկանց համար դիմանալ այս տանջանքներին։ Այսօր վերցրել եմ նաև Նարեկի վերաբերյալ դատարանի որոշումը, այն որ մենք ժամերով խոսեցինք, վերջում մի նախադասությամբ ասեց կալանքը երկարացնել, Նարեկի էլ, Վազգենի էլ, երկուսին էլ 3 ամսով երկարացրեց, դատարանը այսօր գնացի, դատավոր Մանվել Շահվերդյանի կազմից որոշումը վերցրեցի, օրենքով սահմանված ժամկետում տրվեց մեզ, օրենքով սահմանված ժամկետի վերջի օրն էր այսօր, մենք իհարկե գիտենք, որ այլ պայմաններում կարող է շատ ավելի ուշ տրվի, բայց դե այս անգամ տրվեց ժամանակին եւ ասել, որ համաձայն չենք այս որոշման հետ, նշանակում է ոչինչ չասել։ Ուղղակի որոշում, որը իրավական իրականության մեջ գոյություն ունենալ չէր կարող։ Մի բան ընդհանրապես ասեմ, դատարանը ասում է հաշվի եմ առնում նախորդ վարքագիծը, թե նախորդ վարքագիծը հաշվի եք առնում, պատվարժան դատարան, բայց չէ կալանքը երկարացնում։ Ոչ նախորդ վարքագիծը նրա մասին է, որ Նարեկը երբևէ այլընտրանքային խափանման միջոցի որևէ պայման չի խախտել, բայց ի՞նչն եք հաշվի առնում։ Ինչքան քրեական հետապնդում եղել է, չի ավարտվել մեղադրական դատավճռով կամ մեղավոր ճանաչելով, կամ օրինական ուժի մեջ մտած։ Արդարացման դատական ակտը 5-րդն է սա։ Երկուսը օրինական ուժի մեջ մտած արդարացման դատական ակտեր են, մեկը Արաչյացյանի դատարանի արդարացման դատական ակտը, որը այս պահին վերաքննիչում է, այսինքն չի հաղթահարվել որևէ կերպ
անմեղության կանխավարկածը։ Այն մեկն էլի անմեղության կանխավարկածը չի ախտարվել, դատավոր ներկայումս ոչ դատավոր Արտուշ Գաբրելյանը վաղեմության ժամկետի ասման կապակցությամբ կարճել է վարույթը, բայց մեղավոր չի ճանաչել։ Չկա որևէ դատական ակտ օրինական ուժի մեջ մտածել, չմտածել, որտեղ Նարեկ Սամսոնյանը մեղավոր է ճանաչվել ինչ որ հանցավոր արել կատարել, չկա նման բան։ Ինչ նախորդ վարկագիծը հաշվի առնել։ Բայց դա այլ հարց, մենք կբողոքարկենք իհարկե այս դատական ակտը, բայց դե այս պահին անկեղծ ասած իմ ուշք ու միտքը ոչ թե այդ բողոքարկման վրա է, որ չգիտեմ 10 օր հետո նոր ժամանակի խնդիր այդ ժամկետում պետք է լինի, հետո սպասենք թե երբ է դատարանը ուղարկելու վերաքննիչ, չեմ կարծում որ ուշացնի, բայց ամեն դեպքում պետք է սպասել։ Վերաքննիչում ոնց է մակագրվելու, ում է մակագրվելու, երբ է նշանակելու հրապարակման օրը, այդ հրապարակման օրը որոշումը կայացնելու է, թե ինչպես նախորդ անգամ եղավ, հետաձգելու է որոշման կայացումը, գնաց։ Ամսից ոչ պակաս։ Ինձ ավելի շատ այս պահի դրությամբ վիճակն է հետաքրքրում, որ մարդը իրականում բավական ծանր վիճակում է, ինչքան էլ որ խոսում ես հետը նորմալ է, տրամադրությունը տեղն է, մի խոսքով։ Կենթանական աշխարհից տենց շատ տարբեր ներկայացուցիչներ կան էլի այն խցում որտեղ մնում է։ Ասում է գոնե դրանք խոսել իմանային, հետները խոսեի։ Կգրի ինքը, ինչ կենթանական աշխարհի ներկայացուցիչներ են մանր-մունր խցում։ Մի խոսքով։ Մի դրական բան էլ կար որոշման մեջ, եթե իհարկե դրական եւ այդ որոշում հասկացությունները կարելի է նույն նախադասության մեջ դնել, ասենք, այդ աշճան անօրինական դժվար է պատկերացնել, բայց մի լավ բան կար, դա այն էր, որ դատարանը որևէ անդրադարձ չի կատարել տեսակցությունների հարցին։ Դե քանի որ անդրադարձ չի կատարել, չգիտեմ, դա ոնց է եղել։ Դեպքեր են եղել, չեմ ասում այս դեպքում դա է, չեմ կարող ասել, բայց դեպքեր են եղել, ինձ հայտնի է, որ դատավորները պրոստը մոռացել են դրան անդրադառնալ։ Չգիտեմ, էդ է թե էդ չի։ Հիմա էդ է, էդ չի, ոնց է, ինչ է, ամեն դեպքում փաստն է նա, որ այսօրվանից Նարեկ Սամսոնյանի, իդեպ նաև Վազգեն Սաղաթելյանի, նույնն է, տեսակցությունները այլևս բաց են եւ հաղորդակցությունները այլևս բաց են, այսինքն չգիտեմ, ազգային ժողովի պատգամավորներ առաջերտին եւ այլն կարող են տեսակցել այսօր էլ որ գնացի արդեն պատգամավոր Աննան Մկրտչյան եկել էր տեսակցելու նույնիսկ իզնից ավելի շուտ էր ասել։ Հիշեցնեմ էլի կարճ, որ Նարեկ Սամսոնյանին դատում են իրենց հեղինակային ոդքասթում երկու հաղորդման համար, որտեղ որ մեկում օգտագործել է հետույք բառը, անունը դրել են խուլիգանություն, այն մյուսում вообще չենք հասկանում ինչի համար են դատում, լուրջ եմ ասում։ Եվ նորից ասեմ, անունը դրել են խուլիգանություն, վերաքննիչ դատարանը նախորդ անգամ որոշում էր կայացրել, որ դեռ նոյեմբերի 13-ին 14-ին Նարեկը պետք է լիներ տնային կալանքի տակ, ոչ թե բանտային, եւ իր նկատմամբ դատական սխալ է տեղի ունեցել, դա հաշվի չի առել վերջի որոշման, որի մասին խոսում է դատավոր Շավերձյանը, вообще հաշվի չի առել։ Եվ փաստորեն շարունակել երկարացրել է բանտային կալանք։ Այն դեպքում, երբ նորից ասեմ, օրինական ուժի մեջ մտած վերաքննիչի որոշում ունենք, որտեղ ուղիղ սեով սպիտակի վրա գրված է, որ դեռ նոյեմբերի 14-ից նա չպետք է բանտում հայտնվել, այլ մնար իր տանը, որի հետ էլի համաձայն չենք, ինչի պետք է առհասարակ անազատության մեջ մնար, բայց այնուհանդերձ հիմա շատ ավելի վատ պայմաններում է բանտային կալանքում, հացադուլի մեջ 5-րդ օրը պատժախցային հատվածում, բայց իհարկե պայմանները, այսպես ասած, պատժախցային չեն, դա ինչ է նշանակում, այդ նառերով չի, այսինքն ոնց է պատժախցային պայմանները, ասենք նառը այնտեղ դրած, նառը դա բանն է, էլի, այդ պատին կպած փայտե մահճակալը, որը որ երեկոյան գալի բացում են, առավոտյան փակում են, դու պարկելու տեղ են չունես, այդպես չի, դա փակ են պահում, մի հատ առանձին մահճակալ են բերել, մի երկու ուրիշ բան են բերել, այսինքն փաստն է, որ պատժախցային հատվածում է։
Նարեկը, որը որ իր պայմաններով մեղմ ասած տարբերվում է այլ հատվածներից։ Ըստ ումա դուք ավելի մանրամասն դրա մասին կտեղեկանաք վաղը։ Եվ ես Նարեկի նկատմամբ թե ընդհանրապես այս քրեական հետապնդումը, թե այն դատարանի որոշումը, որ ես այսօր վերցրեցի, համարում եմ անմեղության կանխավարկածի այն որ դասական խախտում էլի։ Եվ ախր այդ անմեղության կանխավարկածը արժեք է։ Զավեշտալի բան եմ ասում։ Այդ մի քիչ անցում կատարենք, կարող է զարմանալի լինի այդ անցումը, բայց տիրադար 10 եպիսկոպոսներից մեկը Գևորգ Սարոյանը, որը որ ուզուրպացրել է Մասյացոտնի թեմի առաջնորդարանը, թեև իմ կարծիքով առաջնորդարանը այնտեղ է, որտեղ որ առաջնորդն է։ Այսինքն այս պայի դրությամբ արդեն առաջնորդական տեղապահ Ռուբեն Վարդապետ Զարգարյանը։ Այնուհանդերձ երեք ձեռքս ընկավ այդ հայտնի տեսանյութը, որտեղ որ նա խոսում էր Հուդայի Իսկարիովտացու, Քրիստոսին մատնացի անմեղության կանխավարկածի մասին։ Պատկերացնում եք, ասենք, եկեղեցական առումով դա ինչ խայտառակություն է, էլի, ասենք, Հուդայի Իսկարիովտացու, մենք չենք կարող իմանանք ինքը ինչ է, լավով է արել, վատով է արել, ազնիվ է եղել, անազնիվ է եղել, ինչ իմանանք ասում։ Ասենք, դա մաքուր դոգմա է, էլի, եկեղեցական տեսանկյունից։ Դա դոգմա է, դա մաքուր, այսինքն դա հավատի հարց է եւ դա ամբողջ քրիստոնեական վարդապետությունն է ընկած դրա վրա, որ Հուդա Իսկարիովտացին մեղմ ասած անազնիվ է գործել, մեղմ ասած շա։ Եվ այդ նույն մարդը երեք Պետրոսին հյուր լինելով կոպտորեն խախտում էր Արշակ Սրբազանի անմեղության կանխավարկածը։ Կոպտորեն։ Իսկն այդ մարդու համար Հուդա Իսկարիովտացու անմեղության կանխավարկածը արժեք է, իսկ Արշակ Սրբազանի իր հոգևոր եղբոր, որը խայտառակ հետապնդման ենթարկվում եկեղեցու նկատմամբ այս հալածանքների շրջանակներում, խայտառակ իրականության հետ կապ չունեցող մեղադրանքով դու դնում, ասում ես, հա, դա ճիշտ է։ Այդ Գևորգ գերաշնորհ Գևորգ Տիրադավ Սարոյանը, էլի։ Ասենք, սա շատ լավ օրինակ է, որ նիկոլականների համար անմեղության կանխավարկածը վերաբերում է միայն հուդաներին։ Չի վերաբերում Արշակ Սրբազանին, չի վերաբերում Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին, Մկրտիչ Սրբազանին, Նարեկ Սամսոնյանին, Սամվել Կարապետյանին, մյուս բոլոր քաղաքապետարներին, չէ, իրաց չի վերաբերում։ Երբ որ մարդու նկատմամբ կա արդարացման դատավճիռ, դա այդ մեղադրանքը դու հիմք ես ընդունում քարանք երկարացնելու համար։ Դա չէ, անմեղության կանխավարկածը իրաց չի վերաբերում։ Բայց Հուդային վերաբերվում է։ Դե հա, Հուդան ունի անմեղության կանխավարկած։ Իհարկե պետք է ունենա Հուդան անմեղության կանխավարկած։ Եվ այս առումով ես չգիտեմ ինչքան պետք է մենք փառք տանք Աստծուն, որ այս հանգամանքների, այսպիսի զուգորդման արդյունքում մենք ճանաչեցինք այն մարդկանց, ովքեր որ մեր արչև Աստծո, որոնք մեր համար Աստծո արչև կանգնողներն էին։ Մեր համար Աստծո արչև կանգնողներն էին եւ մեր համար աղոթողներն էին։ Այս ինչ վիճակ էր։ Այս ինչ վիճակ էր։ Մաքուր նիկոլիզմ։ Ասենք այդ մարդը երևի գտել է, չէր կարող ինքը նիկոլական չլիներ։ Չէր կարող ուղղակի։ Ես օրինակ կարծում եմ, որ եթե այնպես ստացվի դա մեր որոշելիքը չի, Վեհապար Հայրապետի բացարձակ իշխանությունն է, կարգալույց արվի, այդ մարդը կարա շատ լավ դատախազ աշխատի նիկոլական համակարգում, քննիչ աշխատի։ Շատ լավ կարա աշխատի։ Ու գա տենց ոնց որ չգիտեմ։ Հիմա շատ շատերն են անում։ Այդ Գևորգ Սրբազանի մասին է խոսքը։ Այսքանը սա է ուզում ասել, կարճ ամփոփեմ, Նարեկի տրամադրությունը տեղն էր, շատ տոկուն ձևով է դիմագրավում ես տանջանքներին, պահման պայմանների հետ կապված ինքը կգրի, ես շատ բան չեմ ուզում ասել, այս պահին գտնվում է պատժախցային, այսինքն կարծերի հատվածում է գտնվում, կարծերային խուցը, այնտեղ որտեղ ինքը պահվում է, թեև պայմանները այդպիսին չեն,
այսինքն այդ կոյկայի բանի տես մի երկու բան կա։ Ուրեմն այսօր ստացել ենք որոշման բովանդակությունը ոչ մի բանով մեզ չզարմացրեց։ Մենք մտածել եւ շարունակում ենք մտածել, որ սա խայտարակ քրեական իրավունքի հետ կապ չունեցող խայտարակ քաղաքական հետապնդում է։ Այդ ամեն ինչը մենք արտացոլելու ենք վերաքննիչ բողոքում։ Միակ դրական բանը, որ կարող ենք ասել, եթե իհարկե դրական հասկացությունը տեղին է, այն է, որ տեսակցությունները եւ հաղորդակցությունը այլևս բաց է Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի եւ այսքանը։ Տորություններից այսքանը։ Շնորհակալություն, հաջողություն։